Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, անվանել ենք այսպես. բացահայտ ճշմարտություն։ Բացահայտ ճշմարտություն է, որ կա արարիչ Աստված, եւ բացահայտ ճշմարտություն է, որ մենք արարված ենք։ Բացահայտ ճշմարտություն է, որ երբ որ ես եւ դու ծնվեցինք, արդեն արարված էր երկինքն ու երկիրը, ամբողջ բնությունը, բոլոր ծովերն ու օվկիանոսները եւ ամբողջ կենդանական աշխարհը, չէ՞։ Ամեն բան արարված էր, երբ որ ես եւ դու եկանք այս աշխարհ։ Եվ բացահայտ ճշմարտություն է, որ ամեն բան նպատակի համար էր։ Եվ կա արարիչ, որը նպատակի համար արարեց մարդ արարածին Եդեմի պարտեզում։ Եվ Սուրբ Գիրքն ասում է Տեր Հիսուսի մասին, որ ամեն բան նրանով եղավ եւ նրա համար եղավ եւ ոչինչ չեղավ առանց իրա եւ ամեն ինչ որ արարվել է միայն Հիսուս Քրիստոսի համար է արարվել, ինքը արարել է մեզ իր համար։ Շատ լավ։ Հիմա ես եկել եմ այս աշխարհ եւ ապրում եմ մի կյանք, ես ընտրել եմ մասնագիտություն եւ գնում եմ այդ ճանապարհով, կառուցել եմ իմ ընտանիքս կամ չեմ կառուցել, ունեմ մի ընտրած ճանապարհ, որի մեջ ապրում եմ մտածելով, որ սա իմ ճանապարհն է։ Արդյոք դու դրա համար ես եկել այս աշխարհ։ Չէ՞ որ քո արարիչը երբ որ քեզ արարեց, նպատակի համար արարեց։ Ով կարա մեզ հայտնի այդ նպատակը։ Մեր ծնողները։ Ոչ։ Մեր ընկերները։ Ոչ, բա ով։ Միայն իմ արարիչ Աստված կարող է ինձ հայտնել իր կամքը, ինչի համար եմ ես եկել այս աշխարհ։ Եթե ծառը արարվել է, որ ծառի տերևը թթվածին արտադրի եւ այդ թթվածինը ես շնչեմ, որը ինձ համար շատ կարևոր է, բա ես ինչի համար եմ ստեղծվել ու եկել այս աշխարհ։ Եվ եթե մարդը մի ամբողջ կյանք ապրի առանց իր արարիչ Աստծո հետ հարաբերության, ինքը այդպես էլ չի իմանա, թե ինչի համար է ինքը եկել այս աշխարհ։ Ինքը կապրի մի կյանք, որը իր Աստված չի որոշել իր համար։ Հարց, բա ով է որոշել։ Ասեմ ով է որոշել։ Սատանան իր կեղտոտ ճանգերով խզբզել է այդ ճակատագիրը ու այդ պիտակը կպցրել է քո ճակատին։ Եվ ասել է, գիտես, դու թմրամոլ ես, դու խաղամոլ ես, դու հարբեցող ես, դու անառակ ես, դու բամբասող ես, դու չար սիրտ ունես, դու անիծող ես, ու նմանատի բոլոր մեղքեր, ով որ ինչ որ գիտի իր մեղքերից թող թվարկի եւ այս ցանկին ավելացնի։ Եվ մենք տարիներով ապրում ենք այս կեղծ իրականության մեջ եւ մտածում ենք, որ դե սա մեր ճակատագիրն է։ Ասել ռուսը դապարի դա времени, մինչև որ ճշմարտությունը, իրական ճշմարտությունը գալիս է հասնում ամեր սրտերին։ Մինչև որ Տիրոջ խոսքը գալիս է եւ մենք մի փոքր հավատք ենք դնում, որպեսզի այդ խոսքը հասկանանք։ Եվ երբ որ մենք հասկանում ենք Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունը, խաչը, մահը եւ հարությունը, որ իմ կյանքի նպատակն է եւ իմ այս ուղերձների նպատակն է, որ բոլորս հասկանանք Քրիստոսի զոհը, որովհետեւ առանց Քրիստոսի զոհաբերությունը հասկանալու, ընդունելու եւ հավատալու դու չես կարող ճշմարիտ կյանք ունենաս, ճշմարիտ աստվածպաշտություն ունենաս, որովհետեւ ամբողջ մեր կյանքի իմաստը հիմնված է այդ զոհաբերության վրա։ Որովհետև այդ զոհով մենք ունենք հավիտենական կյանք, այդ զոհով մենք ունենք հաղթություն մեղքի եւ մահվան վրա, իշխանություն ունենք այս երկրի վրա ապրելով եւ գալիք հավիտենականության մեջ։ Մինչ այս ճշմարտությունը հասկանալը մենք ապրում ենք սատանայի կեղծ իրականության մեջ։ Եվ այսպես էր նաեւ Պողոս առաքյալի կյանքը։ Պողոս առաքյալը հալածում էր Հիսուս Քրիստոսի աշակերտներին։ Եվ երբ որ Երուսաղեմում վերջացրեց այդ հալածանքները, գնաց գլխավոր քահանաների մոտ եւ թուղթ ուզեց, որ գնա Դամասկոս եւ Դամասկոսի հավատացյալներին էլ բռնի եւ բանտերը դնեն եւ քարկոծեն, որովհետեւ ինքը վստահ էր 100% վստահ էր, որ ինքը նախանձախնդիր էր Աստծո հանդեպ եւ այդ Քրիստոսի հետևողները իրանք մոլորվածներ են եւ իրանք ժողովրդին մոլորեցնում են։ Ինքը շատ վստահ էր եւ ինքը փարիսեցի էր եւ իրապես Աստծո սիրող մարդ էր ինքը եւ կեղծ չէր իր այդ ոգևորությունը։ Ինքը վստահ էր, բայց Դամասկոսի ճանապարհին ինչ այդ ինքը հանդիպում չէր ունեցել Տեր Հիսուսի հետ։ Դամասկոսի ճանապարհին Տեր Հիսուս այցելեց իրան եւ պայծառ լույս տեսավ եւ ընկավ գետնին եւ Տեր Հիսուս խոսեց իր հետ եւ ինքն ասեց, Պողոսն ասեց, ով ես դու Տեր, եւ Տեր Հիսուսն ասեց, ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես,
բայց դու չես կարող հալածես, դու չես կարող խթանին ակացի տաս, դու չես կարող մի բան, որ ես ընթացք եմ տվել, դու չես կարող դա կանգնացնես։ Եվ գիտեք, Պողոսը ինչ ասեց։ Պողոսը 2 րոպե առաջ ինքը վստահ էր իր կյանքի վրա, իր ուբիժդենյաների վրա, որ սա է ճիշտը ու վերջ։ Գիտեք ինչ ասեց Պողոսը, որ ես եւ դու անպայման պիտի այս խոսքերը ասենք Տեր Հիսուսի առջև։ Ասեց Տեր, ինչ ես կամենում, որ անեմ։ Պողոս ջան, չգիտես ինչ պիտի անես։ Եկել հասել ես Դամասկոս համարյա նպատակով եկել ես, դու չգիտես ինչ պիտի անես։ Չէ, չգիտի ինչ պիտի անի։ Եվ ստեղ է մեր կյանքի ամենակարևորագույն օրը, ժամն ու վայրկյանը, որ մենք հասկանում ենք, որ մեր ամբողջ ապրած կյանքը, մեր հասկացողությունը, մեր այդ ամեն ինչը դա սխալ է, ու կա մի հատ ճիշտ, որ այդ ճիշտը կարա միայն Տեր Հիսուս ասի մեզ։ Եվ մենք պիտի ծունկի գանք այդ Աստծո առջև եւ ասենք ինչ ես կամենում, որ անեմ Տեր, ինչի համար ես ինձ ղրկել այս աշխարհ, ասա քո կամքը, որպեսզի ես ճանաչեմ այդ կամքը եւ կատարեմ այդ կամքը, որտեւ ես դրա համար եմ եկել այս աշխարհ։ Կարևոր է, որ մենք բոլորս ասենք սիրելիներ, եթե դու այս խոսքերը չասես եւ դու չընդունես Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, նրա կատարած զոհը չընդունես, դու մի ամբողջ կյանք կմնաս սատանայի կեղծ իրականության մեջ, այդ պիտակները քո ճակատին կպցրած եւ ի վերջո քո հոգին հավիտենական կորուստ կգնա։ Բայց երբ որ այսօր կանգնես Տիրոջ առջև եւ խոստովանես քո մեղքերը եւ ասես Տեր, ես էլ Պողոս առաքյալի նման ուզում եմ ասեմ ինչ ես կամենում, որ անեմ, որտեւ ես էլ վստահ եմ, որ մինչեւ հիմա ինչ որ ես ապրել եմ, այդ ամենը սխալ է Տեր։ Ցույց տուր ինձ քո ճանապարհները, ցույց տուր այն առաքելությունը, որի համար ես ստեղծվել, որոշվել ու նախասահմանվել եմ իմ արարիչ սիրող Հոր կողմից։ Եթե անկեղծությամբ անեք այս աղոթքը, վստահեցնում եմ, որ Սուրբ Հոգին կգա եւ քո բոլոր ճանապարհները քեզ ցույց կտա։ Եղիր օրհնված։